Փառք Տիրոջը, սիրելիներ։ Ուրեմն ամեն անգամ կարծում եմ ամեն մարդ, որ կանգնում է այս ամբիոնի ետևում քարոզելու, իրեն անպայման հարց է տալիս, արդյոք այն, ինչ ես խոսում եմ այստեղից, օգնում է, որպեսզի լսողները ապրեն ել ավելի որակյալ քրիստոնեական կյանք։ Արդյոք օգնում է որևէ մեկին ազատագրվել, արդյոք օգնում է որևէ մեկին ընդունել կյանքում ճիշտ որոշում։ Եվ այս տրամաբանությամբ ուզում եմ այսօր խոսել մի թեմայի շուրջ, որը առաջին հայացքից շատ նկատելի չի միգուցե, մանրուք է, բայց այս մանրուքը կարող է կամ քեզ հաղթանակներ բերել քո հոգևոր կյանքում, կամ քանդել քո ամբողջ հոգևոր ընթացքը։ Ուրեմն ուզում եմ այսօր բացահայտել ևս մեկ սատանայի հնարք, որպեսզի այս թակարդը մենք չընկնենք։ Գիտեք, որ երբ ինֆորմացված ես, ուրեմն դու պատրաստ ես։ Երբ որ գիտես, որ գողը պիտի մտնի տունդ, ինչ ես անում, պատրաստվում ես նրան դիմավորելու։ Իհարկե սուրճ չես դնում, բայց ամեն հնարավոր պաշտպանական միջոցները ձեռք ես առնում։ Երբ իմանում ես, որ ինչ-որ միջոցառում ունես անելու, նախապես պատրաստվում ես դրան։ Ես երբ իմացա, որ այս կիրակի օրը ես պիտի խոսեմ, ես սկսեցի պատրաստվել այս խոսքի համար։ Եվ ինֆորմացված լինելը նաև բերում է պաշտպանություն։ Ուրեմն ամեն ստեղծագործություն պարզ է, որ իր հեղինակն ունի, չէ՞։ Օրինակ կան իմաստուն խոսքեր, որոնք վերագրված են տարբեր մարդկանց։ Ասենք, այս մեկը ասել է ոսկե բերանը, այս մեկն ասել է այս ինչ հայտնի կամ իմաստուն մարդը։ Երգեր, որ գրվել են, անպայման այդ երգերը հեղինակներ ունեն, հայտարարում են խոսք, այս ինչի երաժշտություն, այս ինչի։ Եվ նաև այս դեպքը կա, երբ որ հայտնի չի խոսքի կամ երգի հեղինակը կամ եւ կոչում են ժողովրդի անունով, այսինքն ժողովրդական խոսք կա, ժողովրդական երգ կա, բայց հետաքրքիր է, որ մի անհայտ հեղինակ կա, որը շատ վարպետորեն թաքնվում է իր խոսքերի ետևում։ Նա խոսք է շպրտում, խոսք է նետում եւ փորձում է ծածկվել, որպեսզի երբեք չհասկանաս, թե ով է այդ խոսքի հեղինակը։ Լսել եք այսպիսի արտահայտություն, ասում է քարը վերցրու տուր գլխին։ Այդ ով է ասում։ Հետաքրքիր չի, թե ով է, այնքանը տենց բաներ կա, ասում է։ Ով է ասում։ Այդ ով է տենց սիրուն ասում ու թաքնվում այդ խոսքի ետևում։ Շատերս ենք տեսել հատկապես երգիծական ու հումորային նկարներում, երբ մեկը կանգնած է, երկու ուսերի վրա այսպես ասողներ կան։ Մի ուսի վրա սպիտակ, այսպես ոսկե օղ գլխի ետևում, կարծես հրեշտակն է, բարի խորհրդատուն է, եւ մյուս ուսի վրա կարմիր իր երաժանիով սատանան է, որը չար խորհուրդներ է տալիս մարդկանց։ Երգիծաբանները փորձել են ուղղակի ակնարկել մի երևույթի մասին, բայց իրականում սա գոյություն ունի, ուղղակի այս տեսքը չունի։ Իրականում մենք ունենք Սուրբ Հոգուն, ով մեզ սովորեցնում է ճշմարտության ճանապարհը, ով առաջնորդում է մեզ սրբության մեջ, լուսաբանում եւ մեկնաբանում իրավիճակները եւ օգնում է մեզ կայացնել ճիշտ որոշումներ։ Սա Սուրբ Հոգին է։ Եվ կա Սատանան, ով աղավաղում է ամեն բան, սխալ մեկնաբանում իրավիճակները, առաջացնելով հիասթափություններ, ատելություն, բաժանումներ, անհավատություն, դրդում վրեժխնդրության եւ վերջնականապես կործանում մարդուն։ Ահա այս երկուսը կան մեր կյանքում։ Այո, շատ մեծ խնդիրներ կարող են սկսվել շատ փոքրիկ թյուրիմացություններից։ Մի տարօրինակ վերնագիր եմ դրել այսօրվա խոսքիս, սպանիր քո մեկնաբանին։ Բնականաբար հասկանում եք ում մասին է խոսքը,
որովհետև Սուրբ Հոգին մեր մեկնաբանը չի, նա մեր Տերն է, մեր Աստվածն է, մեր ուղղություն ցույց տվողն է, մեր շավիղները ուղղողն է, բայց մենք ունենք մեկին, ով ամեն բան սխալ է մեկնաբանում, ինչպես ասացի։ Եկեք ավելի հանգամանալից դիտարկենք այս երևույթը եւ հասկանանք, թե հատկապես որ ոլորտներում ինչպես կարող ենք վնասվել, եթե զգոն չլինենք։ Առաջին դարում Հերովդես թագավորը գործեց իր կյանքի ամենամեծ մեղքը։ Ինչպես տեղի ունեցավ սա։ Եկեք կարդանք Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ 1-9 համարները։ Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, Հերովդես թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին. որտեղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու։ Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց եւ նրա հետ ամբողջ Երուսաղեմը։ Նա իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետերին ու ժողովրդի դպիրներին հարցրեց, թե որտեղ էր ծնվելու Քրիստոսը։ Նրանք պատասխանեցին. Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև Մարգարեի կողմից այսպես է գրված. Եվ դու Բեթլեհեմ, Հուդայի երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին, Իսրայելին։ Այդ ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասաց. գնացեք, ստույգ տեղեկացեք երեխայի մասին եւ երբ գտնեք, հայտնեք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան։ Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Որպեսզի ամբողջ պատմությունը չընթերցեմ, համառոտ ասեմ, մոգերը գնացին եւ աստղը ցույց տվեց, թե որտեղ էր մանուկը։ Նրանք տեսան, գտան մանկանը, հանձնեցին իրենց նվերները, ոսկին, կնդրուկը եւ զմուրսը եւ երկրպագելուց հետո հրաման ստացան Աստծուց այլևս չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ մեկ այլ ճանապարհով վերադարձան իրենց երկիրը։ Եվ երբ Հերովդեսը իմացավ այս մասին, Մատթեոս ավետարան 2-րդի 16-18 համարներում այսպես է ասում. Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նա մարդ ուղարկեց կոտորելու Բեթլեհեմում եւ նրա սահմաններում գտնվող 2 տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին, ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. Ռամայում ձայն լսվեց, ողբ ու սաստիկ լացուկոց։ Ռաքելը լալիս էր իր զավակների վրա ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային։ Ով դրթեց Հերովդեսին գործելու իր կյանքի ամենամեծ սխալը։ Ով նրան համոզեց, որ Հիսուսը եկել էր վերցնելու իր գահը։ Միթե Հիսուսն եկել էր այդ գահը վերցնելու։ Հիշում եք, երբ Տիրոջը տարան Պիղատոսի մոտ, այնտեղ զրույցի ժամանակ Տերն ասաց, այդ խոսքի մի քանի խոսք փոխանակելու ժամանակ Տերն ասաց. իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, իմ ծառաները պիտի կռվեին, որպեսզի ես հրեաներին չմատնվեմ։ Իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե ուզում եք մի որոշ տեղեկություն ասեմ ձեզ Հերովդես թագավորի մասին։ Շատերս իրան չար, վատ ու բացասական կերպար գիտենք։ Սա Հերովդես 4-րդ չէր, խնդրում եմ չշփոթել։ Սա Հերովդես թագավորն էր, ով Քրիստոսից առաջ ու Քրիստոսից հետո իր ընդհանուր թագավորության տարիները կարծեմ 35 տարի թագավորեց ամբողջ Հուդայի վրա։ Եվ այս թագավորը հայտնի էր որպես շինարար թագավոր, հայտնի էր որպես իր ժողովրդի համար բարիքանող թագավոր։ Մեր թվարկությունից առաջ 25 թվականին Հուդայում սով եղավ, որովհետև այդ տարի բերքը լավ չէր։ Եվ Հերովդես թագավորը իր երկրի գանձարանը դատարկեց, ամբողջ թագավորության ինչ ուներ չուներ։ Ուղարկեց Եգիպտոս, Եգիպտոսից սննդամթերք բերեց Հուդա, որպեսզի իր ժողովրդին պահի եւ ժողովուրդը չկոտորվեն։ Եվ ասում է սրանով փակեց իր բոլոր ընդդիմախոսների բերանը։ Հերովդեսը մեկն էր, ով վերակառուցեց երկրորդ տաճարը, այսինքն Երուսաղեմի տաճարից հետո Զորաբաբելի տաճարն էր։ Զորաբաբելի տաճարը ավերված էր, թեպետ այնտեղ լինում էին ծառայություններ, բայց Հերովդես թագավորը
վերանորոգեց այդ տաճարը եւ հետաքրքիրը պատմագիրներն ասում են, որ նույնիսկ այդ վերանորոգելուց հետո իր անունով չկոչեց Զորաբաբելի տաճարը, մնաց որպես Զորաբաբելի տաճար։ Եվ նա Երուսաղեմին կից նաև ամֆիթատրոն շինեց եւ հայտնի էր որպես շինարար, շատ բաներ արեց հрьяաների համար։ Հուդայում շատ, այսպես ասած, հարգի թագավոր էր։ Եվ հանկարծ այս թագավորը որոշում է ընդամենը մեկ բառից, գիտեք թատրոններում որ նայում եք, կարծես թե մոգերը հենց գալիս են ամիջապես թագավորից հարցնում են Հերովդեսից, թե որտեղ ծնվեր հрьяաների թագավորը։ Եթե կարդանք Ուշադիր ավետարանը, մենք կտեսնենք, այնտեղ նրանք եկան ընդամենը Երուսաղեմ, գրված է որ Երուսաղեմ եկան եւ ման էին գալիս։ Բնականաբար հարցրել էին այն մարդկանց, ովքեր այս բանից կարող է տեղյակ լինեին։ Տրամաբանությունը սա է հուշում, որովհետեւ երբ որ մի բան ես ման գալիս, դիմում ես նրան, ով գիտի այդ բանից, այդպես չէ։ Եվ նրանք բնականաբար եկել էին Երուսաղեմ եւ հարց ու փորձով միգուցե հոգեվոր առաջնորդների գտան, փարիսեցիների գտան, դպիրների գտան, որոնցից ուզեցին ճշտել, թե որտեղ պիտի ծնվեր հрьяաների թագավորը։ Եվ հանկարծ այս խաբարը հասավ Հերովդեսին։ Մարդիկ են եկել, մոգեր են եկել եւ փնտրում են ըստ մարգարեությունների հрьяաների նոր թագավորին։ Այս բանը հունից հանեց Հերովդեսին եւ գիտեք ինչ տեղի ունեցավ, ինչ որ մեկը փսփսաց նրա ականջին։ Ահա հрьяաների թագավորն է ծնվում։ Գահդ հաստատուն չի, պահիր գահդ եւ պաշտպանիր գահդ։ Բավական է տեղ տալ այս փսփսոցներին եւ տեսեք ինչ տեղի ունեցավ։ Մանուկների կոտորած Ավետարանում կոնկրետ գրված չի է թիվը, թե ինչքան երեխաներ կոտորվեցին, բայց պատմագրական տվյալներով մոտ 14000 երեխա է կոտորվել։ Որոշ սիրիական մատենագրությունների մեջ թիվը հասնում է մինչև 64000-ի, բայց դրանք ստույգ տվյալներ չեն, բայց բյուզանդական պատմագիրների տվյալներով այնտեղ մոտ 14000 երեխա է կոտորվել։ Դուք պատկերացնում եք, մի 2 տարեկան երեխա է կորել, ամբողջ հանրապետությունով ման են գալիս այդ երեխային։ Բայց 14000 երեխա կոտորվեց եւ սա արեց մի մարդ, ով ընդամենը ականջ տվեց մեկ փոքրիկ մտքի, մեկ փոքրիկ խոսքի։ Գահդ հաստատուն չի, պահիր։ Տեսեք ինչ կարող է անել մի քանի խոսքը։ Եվ ուզում եմ ձեզ ասել, այս խոսքերի հեղինակը այսօր էլ մեր ականջին բաներ է շշնջում։ Եվ տեսեք, թե ինչքան կարող է լինել արհավիրքը մեծ։ Ուրեմն մարգարեությունները չեն կանխորոշում, նրանք կանխատեսում են։ Որոշ մարդիկ ասում են, դե մարգարեություններ գրված էր, օրինակ Երեմիայի մեջ, Երեմիան մոտավորապես 600 տարի առաջ է ապրել, մինչև որ այս մանուկների ջարդը եղավ, եւ այնտեղ գրված է, որ Ռամայում ձայն լսվեց, ողբ ու սաստիկ լացուկոց, Ռաքելը լալիս էր իր զավակների վրա ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային։ Շատերը մտածում են, դե մարգարեություն էր, գրված էր, պիտի կատարվեր։ Ես ուզում եմ ասել, սիրելիներ, ոչ մի մարգարեություն նա չի կանխորոշում, նա կանխատեսում է։ Աստված երբեք չի որոշում, որ դա պիտի լինի։ Նա տեսնում է, թե դու ինչ պիտի որոշես եւ ինչ պիտի անես, եւ կանուխ խոսում է դրա մասին։ Այդ ամենը մեկնաբանի գործն է, եւ գիտեք, որն է ցավը, որ այս ամենի համար մեկնաբանը չի պատասխան տալու, պատասխան է տալու Հերովդեսը։ Ինչ որ կլսես, նա չի պատասխան տալու, ով որ խոսեց, նա է պատասխան տալու, ով որ լսեց եւ արեց։ Սավուղը ընկել էր Դավթի հետևից, ուզում էր սպանել նրան, որպեսզի գահը ժառանգի իր որդին Հովնաթանը։ Ով էր Սավուղին համոզել, որ նա կարող է խափանել Աստծո ծրագիրը, որ ուժով կկարողանա իշխանություն պահել։ Մեկնաբանը։ Դրանն այսօր դնում ենք մեկնաբան։ Էս էլ երկար պիտի հիշենք, որ հետո հանգարց մի բան լինի, կողքինիդ ասես մեկնաբանից սպանի։ Որովհետև
շատ հաճախ նա խոսում է ոչ թե այն ինչ որ ճշմարտություն է, այլ խոսում է այն ինչ որ սուտ է։ Որոշ ճշմարտությունների վրա ավելացնելով, որոշ ճշմարտություններից պակասեցնելով, որոշ դեպքերում էլ ամբողջությամբ սուտ եւ սխալ մեկնաբանելով դրդում է մարդկանց դիմել ծայրահեղ քայլերի, որը կտանի կործանման եւ որը կտանի հոգեվոր պարտության։ Ուրեմն ով պիտի պատասխան տար Սավուղի դեպքի հետ կապված, Սավուղը, ոչ թե մեկնաբանը։ Եկեք գանք մեր օրեր, եկեք գանք մեր ընտանեկան հարաբերությունների մեջ։ Եվ ելինչ ընտանեկան հարաբերություն, եթե այնտեղ չկա հարսը եւ սկեսուրը, չէ՞։ Բայց մի վախեցեք, ոչ ոքի չեմ վատաբանելու։ Երեք միտեղ նստած էինք երեկոյան խոսում էինք, ասեցի Զարուհին ու Զարուհին էլ էին այնտեղ, այսինքն իմ Զարուհին եւ Գորի Զարուհին եւ մեր Զարուհիները։ Հա։ Այնտեղ էին, ասեցի պատրաստվեք, վաղը ձեր մասին եմ խոսելու։ Մեկ էլ ինչի մասին։ Մի երկու բան ասեցի, հանգարց տես բան չանես ասում եմ։ Ասում եմ ինչի համար, ասում եմ սաղ կիմանան մեր մասին ես խոսում, ասում չէ, սաղ կիմանան, որ ես ընդհանուր եմ խոսում, ոչ մեկի մասին չեմ խոսում, բայց երևույթներ կան, որոնք տեղի են ունենում եւ շատ շատերը գալիս են կիսվելու, շատ շատերը գալիս են խորհուրդ հարցնելու, որպես մեր հովիվներից, ծառայողներից, ինչ անեն, ինչպես դուրս գան այս իրավիճակից եւ շատ կարեւոր է բացահայտել այստեղ որոշ բաներ։ Ուրեմն հատկապես հայ իրականության մեջ ընդունված է, որ հարսը սկեսրոջը մամա է ասում եւ սկեսրայրին պապա է ասում։ Սա իսկապես շատ արժեքավոր է, բայց միայն այն դեպքում, երբ դրանք ընդամենը բառեր չեն։ Կյանքը ցույց է տալիս, որ հազվադեպ են դեպքերը, երբ իսկապես հարսը դառնում է աղջիկ եւ սկեսուրը դառնում է մայր։ Եկեք մի փոքր խորանանք այս հարցի մեջ ու պարզենք, թե ինչ է տեղի ունենում, երբ այդ լավ հարաբերությունը հանկարծ վերածվում է հակակրանքի, առհամարանքի, երբեմն էլ մինչև ատելության եւ թշնամանքի։ Լավ սկեսուրը, այս վերնագիրը, այս հատվածի տենց տնենք, լավ սկեսուրը։ Սկեսուրը շատ է սիրում իր հարսին, պատկերացրեք իրավիճակ։ Եվ բնավորությամբ շատ մաքրասեր ու բծախնդիր է։ Իսկ հարսիկը նույնպես սիրում է սկեսուրին, նրան մայրիկ է ասում սիրով։ Սկզբում հարսիկը իրեն գցում է ամեն գործի եւ ջանում է անել առավելագույնը, որպեսզի դուր գա իր սկեսուր մայրիկին, բայց քանի որ սկեսուր մայրիկի պահանջները մի քիչ ուրիշ են, այս աղջիկն էլ դե առավելագույնն է։ Գիտեք, որ երբ որ ընտանիք գնում ես նոր ընտանիք, այնտեղ ամեն ինչն է ուրիշ։ Ճաշի համն էլ է ուրիշ, մաքրությունն էլ է ուրիշ, ընդեղի դասավորվածությունն էլ է ուրիշ, տրամաբանությունն էլ է ուրիշ, ամեն ինչ ուրիշ է։ Եվ բնականաբար պետք է տեղի ունենա ադապտացիա։ Այսինքն, բայց ոչ թե այն ադապտացիան, որ հարսը գնում ասում է, «Էսա սաղ տես ոնց եմ փոխելու» կամ չէ, հարմարվում ենք իրար, հասկանում ենք, ընտրում ենք մի այնպիսի միջավայր, որ բոլորին հարմար լինի, չէ՞։ Սա նորմալն է, սա ճիշտն է։ Բայց պատկերացրեք, սկեսուրը մի քիչ մաքրության նկատմամբ շատ բծախնդիր է, հարսն էլ այդքան էլ չէ, դե փորձում է լավն անի, չի ստացվում, հետո սկեսուրը որոշում ասում է, սպասի որպես աղջիկ ասեմ էլի իրան, եկել, ես իրան բալես եմ ասում, ինքն էլ ինձի մամա է ասում, իմ աղջիկն է, լավ, ինչ տարբերություն, իմ աղջկան չէի ասի, հաստատ կասեի էլի իմ աղջկան, չէ՞։ Ով է, խնդրում եմ էլի, որպես խոստովանություն, ով է իր աղջկան ասե, դու որտեղ ես, ինձի խայտարակ ես անելու։ Ես կարծում եմ չկա տենց մայր, որ իր աղջկան էդի ասած չլինի։ Ձեր աղջիկների հետ կարաք խիստ էլ խոսեք, չէ՞։ Աղջեսի մաքրությունա որ դու արել ես։ Հլարի ստեղ մի հատ լնայի։ Այս արանքները բա օպտի անես, դարակները հլարի դասավորած չի, դու էլ գիտես արիր պրծար։ Այսպես խիստ կարող են խոսել մայրերը եւ
աղջիկ հարսը ուզում է, որ իրան վերաբերվեն որպես աղջիկ։ Բայց հենց հանկարծ ասես, բալես, ստեղ մի քիչ լավ չես մաքրե, գանձս, արի մի հատ ցույց տամ ոնց անենք։ Մեկ էլ, պահ, ես ուզում եմ ասի, ինձնից ավելի մաքրասեր է, ես ինչ ա ուզում սրանով ցույց տա, ու մեկ էլ մեկնաբանը սկսում է իր սև գործը։ Ոչ մի բան մի արա, թող ոնց ուզում է, թող տենց էլ մաքրի, մաքրություն ա ուզում, թող գնա մաքրի։ Իրա ուզածով թող լինի։ Ճաշ ա սարքել։ Ասենք իրանց տանը կծու ուտող են եղել, մի քիչ կծու ա գցե, հարսին ասում է բալես, մյուս անգամ որ ճաշը կսարքես, մեջը կծու մի գցի։ Պապային կծու չի կարելի։ Պապան խնդիր ունի։ Պահ, յանի ես ճաշ սարքել չգիտեի, մի հատ էլ ճաշ սարքել ա սովորացնում։ Նույնիսկ կարտոշկի են, կարտոֆիլը ինչպես են կտրտում ճաշի մեջ, դա էլ ա տարբեր ընտանիքներում։ Մարդկաս էս մի քիչ լայն, բայց տափակ ա կտրում։ Ես հիշում եմ, մենք այտենց էինք կտրում, մեր տան մեջ էս մի քիչ էս լոշտակ էր ճաշի միջի կարտոֆիլը, այսինքն, ու էս տափակ։ Հետո որ Զարուհին եկավ հարս, Զարուհին կտրում էր էս կուբիկների նման։ Հետո սենց պապաս սենց տարավ ճաշի մեջ սենց նայեց, այ բալամ, ես ինչ ձև ես կտրես կարտոշկեքը։ Զարիկը, ինչ ա եղել։ Հետո եկավ, սա մին վատ էի կտրել։ Չէ, մեր տան մեջը տենց են կտրում։ Պրոբլեմ չկա, համը նույնն է, նույն կարտոֆիլն է, ոչ մի խնդիր չկա։ Բայց երբեմն այս իրավիճակներում փոխանակ, ասենք հարսիկը մտածի ասի, այ մարդ, ես ինչ լավ, որ մերս ուղիղ է ասում, էլի կիսուր մայրիկս ուղիղ է խոսում իմ հետ, չի հասկացնում, չերես տղա չի մոտենում, տղուն չի լցնում, ուրիշ ձև չի, որպես աղջիկ է խոսում, ես լավ երևույթ է, թե վատ երևույթ է, նորմալ կարծում եմ, չէ, որ ասի բալես սենց արա էլի, այսպես դասավորի դարակը, սենց ավելի հարմար է, պապան սենց ավելի հեշտ է գտնում իր շորերը, կամ ստեղ վերջապես կամ ասի այն մեր բանը տրյապկեքն էլ ենք մենք հարթուկում, հարթուկի բալես թող ակուրատնի լինի։ Մեր դուրը կյանքում տրյապկեք, սկի շորերը չէինք հարթուկում, օրինակ։ Վերջապես, բայց մեկնաբանը իրա սև գործնանում է և հերիքա այդ հարսը մի քիչ տեղ տվեց այդ մեկնաբանին, կռիվը պատրաստ է, անախորժությունը պատրաստ է, հակակրանքը պատրաստ է։ Ուրեմն կոչը սա է, հարսներ, սպանեք ձեր մեկնաբանին։ Մտածեք, որ փառք Աստծո, որ ինձ աղջկա պես ա որում, որտեվ իր աղջկան հաստատ ավելի խիստ կասեր, հələ մի բան էլ ինձ խնայեց։ Էս լավ է։ Լավ, հիմա պատմություն երկրորդ, լավ հարսիկը։ Ուրեմն հարսիկը շատ լավ տրամադրված, եկել ա տուն, արդեն Փեսայի տուն։ Նրանց սրտանց մամա ու պապա է ասում։ Իր առավելագույն կարողությամբ փորձում է ինտեգրվել այդ նոր միջավայրում, հանկարծ որոշում է իր սենյակի դասավորությունը փոխել։ Դե վերջը եկել է, այդ քո տղան եւ իր հարսը ապրում են այդ սենյակում։ Շատ ժամանակ նույնիսկ այդ սենյակ, որ առաջ դու արխային երբ ուզենայիր գալի, դուռը բացում մտնում էիր, ինչ ուզում մտնում, վերցնում դնում էիր, հիմա այդպես չի, արդեն դու գիծ ես գծում, որպես սկեսուր եւ սկեսրայր, ասում ես չի կարելի։ Նույնիսկ եթե իրանք սենյակում չեն, մի քիչ վատ ես զգում, որ այնտեղ մի բան կա դրած, մտնես վերցնես, չէ՞, այդպես է։ Հիմա լավ, այդ սենյակը իրենց միջավայրն է, այսպես ասած, իրենց փոքրիկ ընտանիք, որտեվ էդ էլ է ընտանիք, նորաստեղծ ընտանիք է։ Էդ էլ իրենց փոքրիկ միջավայրն է եւ կարելի է որ այնտեղ լինի այնպես, ինչպես իրենք են ուզում։ Միանշանակ։ Խելացի սկեսուրն ու սկեսրարը սրան նորմալ են նայում եւ ասում են, բալաջան ինչ ուզում եք փոխեք, ոնց ուզում եք արեք, ձեզ հարմար լինի։ Կամ ասենք հիմա պատկերացրեք տանը վերանորոգում ենք անում, որոշում ենք մի քիչ թարմացնել, մի քիչ ներկել, չգիտեմ ինչ անել, կամ ասենք աբոյի կպցնել, այդ պաստառ կպցնել։ Մեկ էլ հանկարծ հարսիկը որոշում է, որ այս գույնը սիրուն կլինի, մեկը իա աղջիկ ջան, դու պետք է որոշես, հա, ինչ գույն։ Դու ով ես որ գույն որոշես։
Այս տա մեջ, հա, գույնը, այսօր գույնը կորոշես, վաղնել ուրիշ բաներ կորոշես, մեկ էլ մեկնաբանը աշխատում է։ Էսի որ սկսեց որոշել, դուք հացները ցամաք կերաք։ Դիրքը չզիջես պահի։ Ու անմեղ տեղը նեղացնում ես այդ խեղճ երեխուն, որ շատ լավ տրամադրված էր եկել ձեր տուն։ Ու դարձավ ինչ ընտանեկան խնդիր։ Հետո լարվում են իրար դեմ, հետո ամեն մի խոսքը արդեն այդ նույն մեկնաբանը շարունակում է աշխատել։ Անընդհատ ուրիշ ձև է մեկնաբանվում քո ականջին, այն ջանն էլ ասում է, տեսար դրա ասած ջանը։ Այդ ինչ ձև ասեց, հələ դու տես հələ իր աղջկան ոնց է ջան ասում, քեզ ոնց է ջան ասում։ Այդ ջանը մենակ բառերով է ջան, ինքը չոր է։ Էս էլ է մեկնաբանի գործը։ Սիրելի սկեսուրներ, սպանեք ձեր մեկնաբանին։ Այս շշուկներին տեղ տալ նշանակում է անախորժություն բերել ընտանիք։ Երբ որ այդ անախորժությունն եկավ ընտանիք, դրա ուղղելը շատ անգամ ավելի դժվար է դառնում։ Մի թույլ տվեք, որ այդ սահմանը հատվի։ Երբեք։ Որտեվ անառողջ ընտանիքը բերում է անառողջ հասարակության։ Եկեղեցում լինի, եկեղեցուց դուրս լինի։ Մարդը դառնում է ագրեսիվ, մարդը դառնում է ամեն բանի հետևը ինչ որ մի հատ միտք փնտրող։ Եվ սա սատանայի գործն է։ Մի մտածեք, թե մեր կենցաղային հարցերում սատանան գործ ունի, մենակ մեր հոգևոր բաների մեջ գործ ունի։ Նա ամեն բան ուզում է կործանի քո կյանքում։ Ամեն բան։ Նա չի ուզում սեր, նա սիրո թշնամին է։ Իսկ այդ սերը շատ ամուր պիտի պահենք մեր ընտանիքներում։ Անցնենք եղբայրներին։ Ասենք մի եղբայրներից մեկը ծնողներին շատ է սիրում, շատ ուշադիր է ծնողների նկատմամբ, շուշուտ գնում գալիս է, ինչ որ պետք է անհրաժեշտ հարցեր է հոգում, սիրում է, լավ նվերներ է անում իր ծնողներին, մեկ էլ են մյուս տղայի մեկնաբանը, որը շատ լավ է յուրացրել այրուկին եւ մեկ մարմին բանը, եզրույթը, տղայի կամ իր կնոջ միջոցով Էսի գիտես չէ ինչ ասենց անում, որ մտնի աշկները տունը իրանով անի։ Մի հատ միտք, ընդամենը, բայց դες բան չկա, մարդը ուղղակի սիրում է իր ծնողներին, կարա սենց բան լինի ժողովուրդ, որ մարդը ուղղակի սիրի իր ծնողներին, ու փորձի լավագույնը անել իրենց համար, և հանկարծ հայտնում է մեկը, ով ամեն ինչ շուռ է տալիս, ու սկսում ես լարվել եղբորդ դեմ, ինչի համար, ոչ մի բանի համար, այդպիսի մտադրություն չի եղել, այդպիսի բան չի եղել, բայց դու լարվել ես արդեն։ Սա քանդում է ընտանիքը։ Ամուսինների մոտ էլ էսպիսի խնդիրներ լինում են։ Ընդեղ նրանց մոտ էլ մեկնաբանը աշխատում է։ Ոնց։ Կինը միշտ փորձում է ընդունված լինել, սիրված լինել, ամուսինը միշտ փորձում է դիրք պահել ընտանիքում։ Հանկարծ մի հատ քննարկում ալնում, ձենդ կդրի, դու կնիկ ես, ձենդ կդրի, ոնց կասեն, տենց էլ կանես։ Լավ, հարց չկա, բայց հնարավոր է ավելի առողջ մթնոլորտ։ Ասա, քաղցր ջան, ինչ ես ասում, ես եմ ասում, հարմար չի այդպես։ Կինն էլ պետք է հասկանա իր կողմից, որ վերջնական որոշումը ամուսնունն է, քննարկելու իրավունք ունես, առաջարկելու իրավունք ունես, բայց ընտանիքի գլուխն է, որոշումը ինքն է կայացնում։ Նորմալ է, որ այսպես լինի։ Շատ հարցերում կինը դրած ուզում է էդի անցկացրած լինի, տղամարդն էլ ասում է, ուզում անցի կոտրած լինի։ Ես ուզում ես իշխանություն վերցես, ու փորձում է իշխանության կռիվ տա։ Ինքը իշխանության կռիվ է տալիս, կինը ընդունված լինելու կռիվն է տալիս։ Երկուսի ականջին էլ աշխատում է մեկնաբանը, լարում իրար դեմ, ու ընտանիքում միշտ կռիվն ու ղալմաղալը անպակաս է։ Այս բոլորը մեկնաբանի գործն է։ Ավելի լավ է ուղիղ լինել։ Ժողովուրդ, ամենաճիշտ բանը ուղիղ լինելն է։ Բան ունես ասելու, ուղիղ այդպես ասա։ Մի հասկացրեք։ Այն
ակնարկ մի արեք, հայերեն կլինի նամյոկ։ Որ ասում եմ ակնարկ կարող է։ Այդպես մի արեք, ուղիղ խոսեք։ Մենք որ մեր Զարուհին, որ մեզ հարց էր գալիս, հիշում եմ թարմա, չգիտեմ Միլենայից հետ այդ մասին խոսել եմ, թե չեմ խոսել, բայց Զարուհուս հետ ասում եմ, բալես, մենք ինչ որ ասում ենք, ուղիղ ենք ասում։ Երբեք չենք ակնարկում։ Երբեք հետին միտք չունենաս։ Թող սատանան տեղ չունենա այդ բաների մեջ։ Որ ուզենամ մի բանով զգուշացնեմ կամ մի բան ասեմ, քաղցրուց որպես իմ աղջիկ սիրով ուղիղ կասեմ։ Երբեք չեմ հասկացնի քեզ չերեզով, այսինքն ինչ որ ճանապարհներով։ Այսպես ավելի առողջ չէ, այսպես ավելի լավ չէ։ Տեղ մի տվեք մեկնաբանին, սպանեք ձեր մեկնաբանին։ Եկեղեցական հարաբերություններ։ Այսօր մեկնաբանին հաջողվել է սեպ խրել նաև միջեկեղեցական հարաբերությունների մեջ։ Ցավալին այն է, որ նույնիսկ վարդապետորեն նույն եկեղեցիները, որ միևնույն վարդապետությունն ունեն բոլոր հիմնական հարցերում, այսինքն փրկաբանություն, մեղքի նկատմամբ վերաբերմունք, եկեղեցական կենցաղ, քարոզչություն, մի խոսքով, գրեթե նույն եկեղեցիներն են, որ մեկընդեղ լինես, մեկընդեղ չես էլ զգա տարբերությունը, բայց սեպ կա արանքում։ Այդ ինչ սեպ է։ Երկրորդական, 10-րդական հարցերի շուրջ ինչ որ անհամաձայնություններ։ Գիտեք, Սուրբ Ավգուստին անունով մեկը կար, որ այսպիսի մի խոսք է ասել, ասում է կարևոր բաների մեջ միաբանություն, երկրորդական բաների մեջ հանդուրժողականություն, ամեն բանի մեջ սեր։ Այս այն ֆորմուլան է, այն մոդուլն է, որ պետք է գործի հարաբերությունների մեջ, եւ միջեկեղեցական եւ ներեկեղեցական։ Այսինքն գիտենք, որ փրկությունը Հիսուսով է, միմիան, միայնակ Աստված, Սուրբ Երրորդություն ընդունող մարդ ենք, գիտենք մեղքի նկատմամբ բացասական վերաբերմունք, Սուրբ կյանք, բոլոր սկզբունքների մեջ նույնն ենք։ Հիմա այն մեկը մտածում է, որ այս կոճակը պետք է անպայման կոճկած լիներ, այն մեկը մտածում է, որ հա ինչ կա, որ կոճակը էլի, չես խեղդվի, ինչ կա ստեղ։ Ես հիշում եմ երիտասարդ էի, սովորական, այս նույն ձևով կոճկված առողջկես մեկ էլ մի հատ քույրիկ սենց վազելով համարյա սենց արագ քայլերով մոտեցավ, այս կոճակը սենց կոճկեց ու գնաց։ Մորտոսի երևի մի բան է չի, սկսեցի արդեն զգուշ լինել, միշտ այս վերևի կոճակս աշխատում էի կոճկած պահեմ։ Բայց ընդհանրապես այս կոճակի կոճկած լինելու եւ չլինելու պատճառով կարող է մեկը ինչ որ մեկի հետ խնդիր ունենա։ Ճիշտ չընկալելու, ճիշտ չհասկանալու որևէ մշակութային հարց եւ հանկարծ բաժանումներ եւ հանկարծ խնդիրներ։ Եկեղեցու ներսում հարաբերություններից խոսենք։ Այստեղ շատ ու շատ ձևերով ենք մենք իրար հետ շփվում։ Օրինակ հովիվ ծառայող շփում գոյություն ունի, չէ՞։ Ծառայողը պետք է իմանա եկեղեցու դրվածքը եւ իմանա ով է հովիվը եւ ով է ինքը։ Հովիվը պետք է իմանա ով է ինքը, ով է իր ծառայողը։ Ծառայողը պետք է հասկանա ով է անդամը, ով է ինքը, անդամը պետք է հասկանա ով է ծառայողը, ով է ինքը, այսինքն այս բոլոր բաները պետք է այնպիսի մի հարթության վրա լինեն, որ հարաբերությունը ճիշտ կառուցվի։ Օրինակ, շատ ժամանակ եղել է, մենք մեր կարգ ու կանոնի ծառայողները, ովքեր այս դահլիճում ծառայում են, դե շատ շատերից այդ տարիքով փոքր երիտասարդներ են, պատանիներ են, շատ հաճախ։ Ուղղակի դրված են այստեղ, որպեսզի որոշակի կարգ ու կանոն պահեն եկեղեցում։ Եղել են դեպքեր, որ մարդիկ արհամարանքով են վերաբերվել ծառայողներին։ Փորձել եք օգտվել, հա, դու ով դառար, որ մի հատ էլ ինձ ասես, այստեղ նստեմ, թե այստեղ չնստեմ, կամ բանը, այս կողմից անցեք, որ կողմից կուզեմ, այդ կողմից էլ կանցնեմ, յա։ Հայ բալամ գործիդ գնա, յանի գործ չունեք, մի հատ էլ եկել եք, բան եք անում։ Կամ անցու դարձի հետ կապված խնդիրներ, կամ տարբեր կարգ ու կանոնա, վերջ ինչ որ մի բանով։ Միթե հարգանքի արժանի չի ամեն ծառայություն, որտեղ եկեղեցում կարգ ու կանոն գոյություն ունի։ Այդ կարգ ու կանոնը, այդ երեխեն չի տունը գնաց է քնե, առավոտ եկե, քեզ ասում դու էլ քեզ վատ ես զգում։
այդ եկեղեցու կողմից է ասվել, որովհետև ամեն բան այստեղ կազմակերպվում է։ Դուք շատերը գալիս եք թեկուզ միջոցառման օրեր, ասենք Զատիկի օր է։ Դուք գալիս եք եկեղեցի, ոչինչից տեղյակ չեք, այդ օրը ինչ է կազմակերպված, ինչ է լինելու, շատ կարող է ինչ-որ ականջի պոչով լսած լինեք ձեր երիտասարդներից կամ մեկ ուրիշից, որ երիտասարդները թատրոն են բեմադրել, թատրոն է լինելու։ Բայց թե ովքեր են լինելու, ինչ հյուրեր են ունենալու կամ չեն ունենալու, կամ ոնց ենք կազմակերպելու, կամ այդ թատրոնի համար միգուցե այս անցումը պետք է, կամ այն մյուս անցումն է պետք, միշտ որ այդտեղ նստած է եղել, միգուցե այդտեղ պետք է ինչ-որ մի հատ այդ թատրոնի մասնակիցը տեղ դեր ունի, ինքը տեղ պետք է նստած լինի, ու հանկարծ եկել ես ասում են մի արեք կամ այս բանը այսպես արեք, վատ ենք զգում։ Եկեք վատ չզգանք ոչինչ բանից։ Այս ծառայությունը եկեղեցու ծառայությունն է։ Եկեք հարգենք իրանց։ Հարգենք մեր երեխեքին, որ իրանց հոժարակամ ծառայում են։ Ծառայող հարաբերություն։ Մենք բոլորս գիտենք, ամեն մեկս ինչ ծառայող ենք։ Օրինակ մեկը մանկականի պատասխանատու է, այն մեկն էլ մեկը խմբի պատասխանատու է, մեկն էլ ընդհանուր մանուկների պատասխանատու է։ Դու չգիտես, որ վերջապես որ ընդեղից ասում է պետքա հարգանքի արժանի լինի, չէ՞, որովհետև այդ աստիճանները, այդ կարգերը, որ դրված են եկեղեցում, դրված են եկեղեցում ամեն բան ճիշտ կազմակերպելու համար, ճիշտ կոորդինացնելու համար, որ արդյունք ունենանք։ Այստեղ ըմբոստություններ չպետք է լինեն։ Կամ ասենք ծառայող հովիվ հարաբերությունը։ Դու կարող ես առաջարկես մի բան, բայց հովիվն է որոշում։ Այդպես լինի թե չլինի։ Շատ եկեղեցիներում հիմա այսօր դարձրել են դեմոկրատիա։ Ես անկեղծ ասեմ, ատում եմ դեմոկրատիան։ Ինչի համար? Այսօր ամբողջ աշխարհն էլ է ձգտում դեմոկրատիա։ Ինչ դեմոկրատիայի մասին է խոսքը։ Երբ որ ճնշող մեծամասնությունը մարդկանց, եկեք այսպես ճշմարտությունը ուղիղ ասենք։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը միջին եւ դրանից ցածր մտածելակերպ ունեցող մարդիկ են։ Եվ հանկարծ այն խելացի կամ շատ խելացիները, որոնց ընդամենը 3-5% կամ լավ 10% եկեք ասենք, հանկարծ այս 10%-ը մի շատ խելացի բան են մտածում եւ հանկարծ մեծամասնությունը որոշում է, որ դա խելքին մոտիկ բան չի, այ բալամ չեն կանում, ու հանկարծ դա չեն կանում։ Եվ սա կոչվում է դեմոկրատիա։ Հատկապես եկեղեցում չկա դեմոկրատիա, կա թեոկրատիա։ Թեոկրատիան ի՞նչ է? Աստծո իշխանություն։ Նա է որոշում եւ նրա դրված կարգը եկեղեցուն, որովհետեւ հավատացեք, եկեղեցու Տերը Աստված է։ Մարդը չի կարող եկեղեցու հետ վարվել այնպես, ինչպես ուզում է։ Հարված կստանա։ Սա Աստծո եկեղեցին է, Աստծուն է պատկանում, եւ Աստված է կարգում հովիվներ, ծառայողներ, եւ իմաստություն է տալիս այն մարդկանց, ովքեր ունեն համապատասխան դիրքը եւ օծությունը, նաեւ նշանակել որոշ ծառայությունների վրա մարդիկ, ում որ ըստ իր ներսի հարմար է գտնում կամ զգում է, որ այդ մարդը կարող է ծառայություն անել։ Ծառայողը կարող է առաջարկել հովին, բայց չես կարող պարտադրել։ Դա այդպես է։ Շատ տեղերում օրինակ խնդիր կա, ինչ խնդիր, գնում են հովին, ասում են, հով ջան, բանը, ուզում ենք էսիշ բանն անենք, չէ, մի արեք, էդի դրա ժամանակը չի, ճիշտ չի հիմա որ էդի անենք, մեկ գալիս են, ամեն ինչից հասկանում է։ Ես եմ դրա մասնագետը, ես չեմ հասկանում, որ էդի պետք է։ Շատ էլ դու դրա մասնագետն ես։ Բայց կարող իսկապես հիմա դրա ժամանակը չի, կամ ճիշտ չի։ Ինչի ենք վատը զգում դրանից։ Չպետք է վատը զգանք, որովհետև մեր ծառայող լինես, հովիվ լինես, ինչ-որ բանի պատասխանատու լինես, ով ուզում ես եղի, գոյություն ունի մեկնաբան, որին պիտի սպանես։ Նրան մերժելով պիտի սպանես, նրան հաց չտալով պիտի սպանես, որտեղ երբ որ դու նրա կամքը կատարում ես, նրան զորացնում ես, նրան ուժեղացնում ես, սպանի նրան։ Որովհետև այդ մեկնաբանը ուզում է խլել քեզանից քո հրաշքը, քո բժշկությունը, քո հաջողությունը, քո հաղթանակը։ Ասորեստանում Նեեման անունով մի գեներալ կար։ Ասորեստանի զորագլուխն էր։ 4 թագավորաց 5-րդ գլուխ 1-ից 14 համարներում կարող եք կարդալ նրա մասին։
Այդ մեկնաբանը լավ էր հասկանում, որ եթե Նեեմանը բժշկվեր, նա փոքր ազդեցություն ունեցող մարդ չէր։ Նա թագավորի առաջ կանգնող մեկն էր, եթե կարդաք պատմությունը, կտեսնեք, որ այնտեղ երբ այդ Իսրայելից գերի բերված աղջնակը, որ ասում է, որ եթե մեր երկրում լինեիր, այսպիսի մեկը կար, որ կարող էր տալ քեզ քո բժշկությունը Աստծո անունով։ Եվ գիտեք, սրան հենց այնպես մատների արանքով չնայեց Նեեմանը, գնաց թագավորի մոտ։ Թագավորի առաջ կանգնող մարդ էր Ասորեստանի։ Ասորեստանի թագավորը բան գրեց, նամակ գրեց Իսրայելի թագավորին, ասես նամակ կգրեմ, որ դու գնաս այնտեղ, քեզ նորմալ ընդունեն, որ այդ բժշկությունը դու այնտեղից ստացած հետ գաս։ Թագավորը թագավորին նամակ գրեց, տվեց գեներալի ձեռքը եւ Նեեման գեներալը գնաց Իսրայել։ Գնաց Իսրայել, թագավորի առաջ բացեց նամակը, պատմությունը կարճ ասեմ, բացեց նամակը տվեց, կարդաց, թագավորը հանդերձները պատրեց, ասեց, ինչի ես Աստված եմ, ես ով եմ, բան, մինչև որ Հավարը հասավ մարգարեին։ Ասեց, միթե Իսրայելի մեջ Աստված չկա։ Դու կա։ Իմացան տանտեղը, գեներալը գնաց, հասավ մարգարեի դուռը։ Ինչ էր սպասում գեներալը, որ հեսա մարգարեն պտի դուրս գա, պտի Աստծո անունը կանչի, այդպես էլ գրված Եհովայի անունը պտի կանչեր, ձեռք պտի դներ, պտի բան ասեր, բայց հանկարծ մարգարեն տունը նստած, սկի տնից մեր լեզվով ասած, լայաղ էլ չարեց տնից դուրս գալ, ասեց, գնա ասա թո 7 անգամ Հորդանանի մեջ լվացվի կմաքրվի։ Էս որ լսես Նեեմանը գրվածը ջղայնացավ։ Մեկնաբանը եկավ։ Նեեմանի մեկնաբանը։ Դու գեներալ մարդ, Ասորեստանից եկար հասար Իսրայել, եկար այս մարդու դրան դեմը կայնա, դու պալատից եկել ես ինչ-որ մի հատ մեկի դրան դեմը կայնես, բա չբարե հաճի գոնե էթիկայի կանոններից ելնելով, չբացա, մի հատ դուրս գա, մի հատ քեզ ողջունի, մի հատ հարգի, վերջը գեներալ մարդ ես էլի, թագավորի առաջ կանգնող, զորագլուխ մարդ ես, ոնց որ երկրորդ մարդն ես պետության մեջ, եկա Ասորեստանի։ Բա մի հատ լայաղ չանի, դուրս գա քեզ հարգի, հետո վերջում մի հատ նորմալ Աստծո անունը կանչի, ձեռ դնի, քեզ բժշկի, բայց եղավ բան։ Այս ամբողջը ով էր խոսում, մեկնաբանը։ Ջղայնացավ, մի հատ էլ էս ինչ էր, Դամասկոսի աբանան ու փարփառը 1000 անգամ ավելի ուժեղ գետ չի, այ գեներալ ջան։ Այդ ուրա քեզի հանում ուղարկում, այդ ցեխոտ ջրերի մեջ, այդ պղտոր ջրերի մեջ, Հորդանանը շատ պղտոր գետ է։ Մինչև որ գիտեք Աստված էլ օգտագործում է իր ծառաներին։ Մինչև որ դրա ծառաների միջոցով արթնացրեց, ասեց մեծ բան ասեց քեզ, որ ասեր, ես իմ ինչեր արա պիտի անեիր։ Այ մարդ, Հորդանանի կողով ենք ասում, արի գնա մի հատ մտի հելի էլի։ Քեզ ինչ այդում։ Վերջը ասես իրան տվեց առավ, բայց հաղթահարեց այդ բանը։ 7 անգամ մտավ, լվացվեց, դուրս եկավ, բորոտությունը անցավ։ Ինչ կլիներ, եթե Նեեմանը այսպես բորբոքված հետ դառնար Ասորեստան։ Համար առաջին բժշկություն չեր ունենա։ Համար երկու իսրայելացիների դեմ բարկություն։ Զորագլուխը եթե մի հատ երկրի դեմ բարկություն ունեցավ, սա վտանգավոր է։ Կմտնի թագավորի տամարը, մի բան կանի, մի պատերազմ կսարքի այդ ժողովրդի գլխին։ Բայց տեսեք ինչ տեղի ունեցավ, բժշկությունից հետո հետ դառավ, 2 ջորի բեռ հող ուզեց, հող խնդրեց, ինչի համար, որ ասեց, որ այս հողի վրա Եհովային ողջակեզներ ու զոհեր մատուցեմ։ Այդ հողի վրա։ Այսինքն ճանաչեց միակ կենդանի Աստծուն։ Նույնիսկ խնդրում էր, ասում էր, եւ թող Տերը ների, որ հանգարց հետ է թալուլնեմ, որ այդ իրանց
որ պաշտելու են, ինչ որտեղ պետք է ինքը կանգներ, թե ծնկեր, թե ինչ պետք է աներ, թող Տերը ների, որ այդ բանը անեմ, էլի։ Այսինքն հասկանում էր, որ ինքը գործ ունի կենդանի Աստծո հետ։ Եվ ինչ է կարծում, այս մարդու ազդեցությունը ինչպիսին էր։ Այս մարդը բժշկված հետ էր դառնալու ասորեստան։ Թագավորը տեսնելու էր նրա բժշկությունը, հասկանալու էր, եթե այդ երկրի թագավորն ու զորագլուխը հասկացան, որ կենդանի Աստված կա Իսրայելում, եւ տեսան նրա գործը, սա դրական փոփոխություն ա բերելու, թե բացասական։ Եվ այս ամբողջ ուզում էր փչացներ, ով մեկնաբանը։ Երբ որ մի հատ միտք է գալիս ձեր գլուխը, ցանկացած իրավիճակում, մենք չենք կարող բոլոր իրավիճակների մասին հիմա խոսել, բայց երբ ցանկացած միտք գալիս է, հիշեք, կա մեկնաբան, պիտի զանազանես նրա ձենը, թե չէ անախորժությունը պատրաստ է։ Եվ ոչ միայն անախորժությունն է պատրաստ, այլ նաև դու կզրկվես քո բոլոր օրհնություններից, այն բաներից, որ Աստված պատրաստել էր քեզ համար։ Հնարավոր է, որ դու գնաս քո հովվի կամ քո ծառայողի մոտ, խնդրես, որ քեզ համար աղոթեն։ Ու հանկարծ այնպես է ստացվում, հովիվը կարճ մի քանի վայրկյանանոց պարզ բառերով, տենց ճոխ բառապաշարել չի օգտագործում, տենց հատկապես մի հատ աղոթք անում քո վրեն, մեկ էլ ամեն։ Մեկ գալիս է, ասենք, ենթադրենք, բժշկված լինես Հիսուսի անունով, փառք ես Տեր ջան, թող քուրս բժշկվի։ Ու ասես գնաց, մեկ էլ մեկնաբանը գալիս է։ Տեր, դու YouTube-ով տեսել ես ոնց են աղոթում հիվանդների համար։ Դու տեսել ես ոնց են քորում։ Ինչ սուրբ գրային տեղեր են հիշում։ Ինչ համարներ են ճոխ-ճոխ ասում։ Ոնց են ձեռը դնում, սենց հրամայում այդ հիվանդություններին։ Սրա աղոթածն ինչ էր։ Դու էլ հույս ունես, թե հեսա պիտի այդ աղոթքի պատասխան ստանալ։ Գնա տուն այ մարդ, բանդուշ չի գա։ Էսի մեկնաբանի մեկնաբանությունն է։ Բայց հələ հիշեք, այդ մեկնաբանը երբեք ձեզ չի հիշեցնի Սուրբ գրքում, երբ որ գալիս էին Հիսուսի մոտ, ոնց էին բժշկվում։ Միթե Հիսուսը մարգարեություններից մեջ բերումներ էր անում, բերում էր, սենց ձեռեր դնում աշակերտներին, հələ եկեք բոլորը սենց մի հատ շրջան կազմենք, ձեր բռնենք, մի հատ ուժեղ աղոթք անենք, զորավոր աղոթք անենք, բան անենք, հրաման տանք, չգիտեմ, չէ։ Գնա, քո հավատքը բժշկեց քեզ։ Վայ, այդքան բան։ Երկրից երկիր է մեկ է, որ ասես քո հավատքը քեզ բժշկեց։ Մի բառ։ Կարևոր չի բառի շատն ու քիչը, ճոխն ու ոչ ճոխը։ Ներողություն։ Կարևորը այդ բառի մեջ եղած զորությունն է ու իշխանությունն է, որ Աստծուց տրված է։ Եվ քո հավատքը կվերցնես, թե չես վերցնի։ Դրա համար, սիրելիներ, եկեք այս երևույթներին այդքան տեղ չտանք եւ ձայնի իրավունքից զրկենք մեր մեկնաբանին։ Կարող է մեկ պարզ աղոթքը քո կյանքում հրաշք գործի։ Այսպես է նա գողանում քո բժշկությունը, քո օրհնությունը, քո հաղթանակը եւ քո վկայությունը։ Հնարավոր է, որ ինչ որ բան դու Տիրոջից հարցնես կամ խնդրես եւ հանկարծ դա ուշանա։ Հնարավոր է, որ մեկնաբանդ այցելի քեզ ու ասի. Աստված քեզ չի լսում։ Էս ինչ օրն ես ընկե, Աստված էլ քո ձենը չի լսում։ Դու այդքան էլ կարևոր չես, ինչ, դու հիշում ես ինչ արեցիր։ Ու մեկ էլ բերում է։ Հին ու նոր մեռելներ հանում։ Բերում է ականջիդ փսփսում է, հետո դու քեզ հուսահատեցնում եմ ինչև այն աստիճան, որ չէ, վերջացավ։ Ես էլ Աստծուն պետք չեմ։ Աստված ինձ չի լսում։ Դանիելի 10-րդ գլուխ 12-ից 14 համարում էսպես է գրված. Եվ նա ինձ ասաց.
Մի վախեցիր ով Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել եւ քո անձը քո Աստծո առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են։ Եվ ես եկել եմ քո խոսքի պատճառով, եւ պարսիկների թագավորության իշխանը 21 օր դիմադրեց ինձ, եւ ահա Միքայելը, առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու, եւ ես մնացի այնտեղ Պարսիս թագավորի մոտ, եւ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ինչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետեւ տեսիլքը գալիք օրերի համար է։ Դանիելը խնդրել էր Տիրոջից գալիք օրերի համար հասկանալու եւ իմանալու ինչ պիտի լինի։ Եվ իր անձը իսկապես ընծայել էր, եւ սա հրեշտակի խոսքերն էին։ Դուք գիտեք, որ այդտեղ էլ այդ դաշտում էլ պատերազմներ են մղվում, եւ հրեշտակները իրենք էլ այդ պատերազմի մեջ են։ Նույնիսկ պատասխան հասցնելու համար գրված է, ասում է 21 օր այդ Պարսից իշխանը դեմս կանգնավ, մինչեւ բանն եկավ, Միքայելն եկավ օգնության։ Հետո նոր պատասխանը իջավ։ Աղոթում ես, խնդրում ես, մի օր անցավ, երկրորդ օրն անցավ, երրորդ օրն անցավ, արդեն всё, հուսահատությունը պատրաստ է։ Բա պատկերացրեք, Տերը որ խոստացավ, ասեց, գնացեք Երուսաղեմ սպասեք, մինչև վերից զորություն կառնեք։ Ինչ արեցին, գնացին սպասելու։ Այսօր երևի մինչև իրիկուն կառնենք։ Մինչև իրիկուն չառան։ Վաղը, երևի պիտի լավ աղոթենք։ Վաղն էլ չստացան, մյուս օրն էլ չստացան, մի շաբաթից էլ չստացան, ինչ պիտի անեին, պիտի ասեին, այ մարդ հելեք, գնացինք, եկել ենք Երուսաղեմ, նստել ենք ստեղ, պարա ընտանիքներս մնաց, գործներս մնաց, ինչ ենք եկել ստեղ սպասում։ Գիտեք ինչին եք սպասում, զորությանը, որովհետև հավատում ես, որ այն որ ասեց, նա որ ասած սուտ չի ասի։ Նրա բերանից դուրս եկածը անհնար է որ չկատարվի։ Սպասի։ Մարգարեն ասում էր սպասելով, սպասեցի։ Սպասի։ Մեկնաբանը կասի, ինչքան սպասես, քանի օր սպասես, վերջացավ, գնա։ Շատերը թողեցին հեռացան։ Մնաց ընդամենը մի խումբ ժողովուրդ, ով իսկապես վերից զորություն առավ։ Եթե սպասես, կառնես։ Մի լսի մեկնաբանին, սպանի այդ մեկնաբանին։ Խնդրել ես Տիրոջից, պատասխան սպասի։ Եթե ուշանում է, նորից աղոթի, նորից սպասի, բայց հույսդ չկտրես, եթե իհարկե սիրտդ ուղիղ է Տիրոջ առաջ։ Որովհետև Սեթրակ եղբայրը իր պատգամներից մեկում ասաց, որ շատերը խնդրում են ու չեն առնում, ինչի համար չեն առնում, որովհետև չար են խնդրում, իրենց ցանկությունների համար են խնդրում, դրա համար չեն առնում։ Բայց եթե սիրտդ ուղիղ է Աստծո առաջ, ճիշտ նպատակով ես խնդրում, մի կասկածի անպայման կառնես։ Ուրեմն փչացնելով ու քանդելով հարաբերությունները ընտանիքի անդամների միջև մեկնաբանը կգողանա այդ ընտանիքի խաղաղությունն ու օրհնությունը։ Բարկությունն ու լարվածությունը կբերի ատելություն ու չներում, ու դու կձախողվես, քո ընթացքը կձախողես։ Դու այդ վիճակում կգաս եկեղեցի եւ այդ լարվածությունդ ու ատելությունդ բամբասանքի միջոցով կլցնես քո միամիտ քրոջ կամ եղբոր մեջ։ Դու այդպես ագրեսիվ եւ անհանդուրժողական կվերաբերվես քո հավատակիցներին, ծառայողներին, ի վերջո այս ամենը մի կաթիլ մեղրի պես կարող է քեզ տանել ոչ ցանկալի ավարտի։ Ուրեմն զգոն եւ արթուն եղիր։ Դադարիր լսել այդ մեղադրող ու դատապարտող մեկնաբանությունները։ Ամեն անգամ սպանիր այդ մեկնաբանին մերժելով նրա խորհուրդները։ Այդ ժամանակ հաղթանակներդ կամրացնեն հավատդ եւ կուրախացնեն սիրտդ։ Տերը թող օրհնի ձեզ այսքանը։